Կխոսեմ 20-րդ դարի ամենահայտնի գուշակներից մեկի՝ Վանգայի մասին և նրա կատարած գուշակությունների կապված 2023 թվականի հետ։ Այսօր կպատասխանեմ 4 կարևոր հարցերի. ինչ է սպասվում Հայաստանին 2023 թվականին, մոտակա 100 տարվա գուշակությունները, ինչպես է Վանգան արել իր գուշակությունները և արժե հավատալ դրանց, թե ոչ։ Վանգան կատարել է մի շարք գլոբալ գուշակություններ, որոնցից են Ադոլֆ Հիտլերի ստեղծած ֆաշիստական Գերմանիայի կործանումը, մեզ բոլորիս քաջ հայտնի COVID-19 կամ նույն կորոնավիրուսի հայտնաբերումը, ինչպես նաև Նյու Յորքի զույգ շենքերի ահաբեկչությունը և դրանց կործանումը։ Իսկ հիմա կխոսեմ մոտակա 100-ամյակում սպասվող ամենակարևորագույն գուշակությունների մասին, բայց նախ ասեմ, որ Վանգան ունի գուշակություն մինչև 5600 թվականը։ Սկսենք 2023 թվականից։ Այդ տարում ըստ Վանգայի կլինի երկրի ուղեծրի փոփոխություն, այսինքն դրանից կարող են առաջանալ գլոբալ տաքացումներ կամ գլոբալ սառեցումներ, ինչպես նաև հնարավոր է ժամանակի փոփոխություն, այսինքն մեկ օրը այսուհետ 24-ի փոխարեն կարող է դառնալ 25 ժամ։ 2025 թվական. Եվրոպական երկրներում կանհետանա ժողովրդի մի մասը։ 2028 թվական. Մարդը առաջին անգամ ոտք կդնի Վեներա մոլորակի վրա։ 2033 թվական. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մի քանի անգամ կսկսի բարձրանալ։ 2043 թվական. Եվրոպան կկառավարեն մուսուլմանները։ 2046 թվական. Բժշկությունը այնքան կզարգանա, որ կկարողանան արտադրել արհեստական օրգաններ, որոնք էլ կփոխպատվաստեն մարդկանց։ 2066 թվական. Կստեղծվի նոր զենք, որը վայրկյանների ընթացքում կսառեցնի մեծ տարածքներ։ 2088-ից 2097 թվականներին կառաջանա մի հիվանդություն, որի ընթացքում վայրկյանների ընթացքում մարդիկ կծերանան։ 2097 թվականին բժշկությունը կկարողանա պայքարել այդ հիվանդության դեմ։ Եվ 2100 թվական. արհեստական արևը լուսավորում է երկրի մյուս մութ կողմը։ Վանգան շատ գուշակություններ է արել, բայց դրանցից մեկը կապ ունի նաև հայերի հետ։ Դա պետք է տեղի ունենա այս տարի։ 1993 թվականին ադրբեջանցի լրագրողները գնում են հարցազրույց վերցնելու Վանգայից։ Հենց այդ ժամանակ Վանգան նրանց պատասխանում է, որ նրանք գնան, քանի որ նրանք եկել են չարիքի երկրից, այնտեղի ժողովուրդը ապրում է ուրիշի տարածքներում, և ուղիղ 30 տարի հետո նրանք հետ կվերցնեն իրենց տարածքները և կապրեն խաղաղ երկնքի տակ։ Ինչպես հասկացաք, դա վերաբերվում էր հայերին, հայերը կկարողանան վերցնել իրենց տարածքները։ Իսկ ինչպես է Վանգան անում իր գուշակությունները, արդյոք դրանք ճիշտ են։ Մենք հիմա կփորձենք պարզել դա։ Նախ ասեմ, որ Վանգայի կատարած գուշակությունները միշտ չէ, որ ճիշտ են եղել։ Նրա կատարած գուշակությունների մոտ 70%-ը չեն համապատասխանել իրականության հետ։ Այդ գուշակություններից էր այն, որ Ամերիկայի վերջին նախագահը կլինի առաջին սևամորթ նախագահը, այսինքն Բարաք Օբաման, բայց ինչպես գիտեք, Ամերիկան շարունակում է իր գործունեությունը Բարաք Օբամայից հետո արդեն երկար տարիներ և փոխել է արդեն 2 նախագահ։ Ինչպես նաև Վանգան ասել էր, որ Ռուսաստանը կկործանվի 2020 թվականի մարտին, բայց ինչպես գիտեք, Ռուսաստանը շարունակում է իր գործունեությունը մինչև օրս, չնայած որ կա մի հետաքրքիր դեպք կապված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Վանգան ասել էր, որ Ռուսաստանի ղեկավար կդառնա մի ազդեցիկ մարդ, ով հետագայում հնարավոր է, որ ղեկավարի ամբողջ աշխարհը։ Նա երկար տարիներ կմնա Ռուսաստանի ղեկավար։ Խոսքը իհարկե Պուտինի մասին էր, քանի որ Վանգան նշել է նաև նրա անունը Վլադիմիր և այն համեմատել աշխարհը ղեկավարելու հետ, այսինքն Վլադեց միր, որը հայերեն թարգմանաբար նշանակում է կառավարել աշխարհը։ Չգիտեմ այս փաստը ինչքանով է համապատասխան իրականության հետ, համենայն դեպս սա